Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է ականավոր հայագետ Մանուկ Աբեղյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Երևանի Պետական համալսարանի հայ գրականության պատմության ամբիոնավարիչ բանասիրության դոկտոր պրոֆեսոր Սամվել Մուրադյանը եւ կրկին մեր մայր համալսարանի հայոց լեզվի պատմության ամբիոնավարիչ բանասիրության դոկտոր պրոֆեսոր Աննա Աբաջյանը։ Բարի գալուստ հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Մանուկ Աբեղյանի կյանքին եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Նշանավոր հայագետ Մանուկ Աբեղյանը ծնվել է 1865 թվականի մարտի 17-ին Նախիջևանի գավառի Աստապատ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Կարմիր վանքի դպրոցում։ 1876-ից 85 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1893-ից 98 թվականներին Յենայի, Լայպցիգի, Բերլինի, Փարիզի համալսարաններում, որտեղ ուսման եւ ապրուստի ծախսերը հոգացել է Ալեքսանդր Մանթաշյանը։ 1885-ից 87 եւ 1898-ից 1914 թվականներին դասավանդել է Գևորգյան ճեմարանում։ 1887-ից 89 թվականներին Շուշիի թեմական դպրոցում։ 1889-ից 93 թվականներին եւ 1914-ից 1919 թվականներին Թիֆլիսի Ներսիսյան եւ Հովնանյան դպրոցներում։ 1923-ից 25 թվականներին եղել է Երևանի Պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետի դեկան։ 1925-ից 30 թվականներին Խորհրդային Հայաստանի գիտության եւ արվեստի ինստիտուտի խորհրդի նախագահ։ 1933 թվականին Խորհրդային Հայաստանի բնակավայրերի անունների ճշտման եւ ձևավորման հանրապետական հանձնաժողովի նախագահ։ 1939 թվականին Սասունցի Դավիթ էպոսի 1000-ամյակի տոնակատարության հոբելյանական հանձնաժողովի անդամ։ Մահացել է 1944 թվականի սեպտեմբերի 25-ին։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր ակադեմիկոս է, հայոց լեզվի արտի ուղղագրության հիմնադիրը։ Ուսումնասիրել է հայոց լեզվի բոլոր բնագավառները, հայ գրականության պատմությունը, հավաքել եւ հրատարակել ժողովրդական ստեղծագործություններ, մասնավորապես Սասունցի Դավիթ էպոսը, հրատարակել Խորենացու եւ Կորյունի երկերը։ Նրա անունով է կոչվում Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտը եւ Երևանի երրորդ դպրոցը։ Կիսանդրին տեղադրված է Երևանի Պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում։ ԽՍՀՄ-ում թողարկվել է նամականիշ։ Պարոն Մուրադյան, Տիկին Աբաջյան, հասկանալի է, որ այս հաղորդման շատ սեղմ ժամկետի շրջանակներում հնարավոր չէ ներկայացնել Մանուկ Աբեղյան այդ գիգանտին, այդ խոշոր հայագետին, սակայն պետք է փորձենք տեղավորվել եւ մեր հայրենակիցներին վերհիշեցնել եւ ըստ արժանվույն ներկայացնել մեր հայրենակցին։ Պարոն Մուրադյան, Մանուկ Աբեղյանի այդ հսկայական գիտական ժառանգության մեջ ինչ խոսք առանձնահատուկ տեղ է գրավում հայոց հին գրականության պատմություն, այդ երկաթոր կոթողային աշխատությունը։ Դա ունի նախապատմությունը, ճիշտն ասած, որովհետև Մանուկ Աբեղյանը նախքան Երևանի Պետական համալսարանի դասախոս դառնալը, տասնամյակներ շարունակ դասախոսել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Շուշիի թեմական դպրոցում եւ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում ու Հովնանյան վարժարանում։ Դասավանդման ընթացքում նա բնականաբար կենտրոնացել է նաև հայ գրականության դասավանդման խնդիրների վրա հայոց լեզվին զուգահեռ, եւ նա եղել է այն մեծահամբավ գիտնական մանկավարժը, ով կարողացել է համակարգել հայ գրականության պատմությունը եւ ներկայացնել առանձին երկաթոր մեծ մի աշխատությամբ, մեծադիր աշխատությամբ եւ այն էլ կյանքի վերջին տարիներին։ 1944 թվականին լույս է տեսել հայոց հին գրականության պատմության առաջին հատորը, 46 թվականին արդեն մահից հետո երկրորդ հատորը։ Իսկ այդ հատորները իսկապես էլ մեր գրականության գիտական պատմությունն են, որովհետև Աբեղյանը սկզբնաղբյուրների ուսումնասիրությամբ է գրել այդ մեծադիր հատորները, առանց որոնց այսօր մենք չենք կարող մի քայլ անգամ առաջ նայել։ Հետ նայել եթե փորձենք, կտեսնենք, որ Աբեղյանից առաջ եղել են գրականության պատմություններ, որոնք անհրաժեշտ այն մակարդակը չունեն, որ Աբեղյանն է կարողացել ստեղծել։ Սա ես հատկապես կարևոր եմ համարում, որովհետև
այդպիսի համակարգված հայ գրականության պատմություն, որ Մեսրոպ Մաշտոցի ժամանակներից սկսած 5-րդ դարի ոսկեդարյան մատենագրությունից սկսած մինչև Գրիգոր Նարեկացի եւ Նարեկացու ժամանակներից սկսած մինչև Սայաթնովա, մինչև Միջնադարի վերջին մեծ բանաստեղծը կարողանալ ստեղծել ոչ միայն պատմական շրջափուլերի, գեղարվեստական մտածողության զարգացման տարբեր հատվածների, տարբեր գրական դպրոցների եւ ուղղությունների, մինչև անգամ եկեղեցական մակարման գրականության, մինչև անգամ հոգևոր երգերի եւ շարականների գիտական բնութագրմամբ, այլև գրական ժանրերի, գրականության տեսության հարցերի համադրություն հայ գրականության իրական պատմության հետ։ Շնորհակալություն, կարևոր է որ նշեցիք Աբեղյանի միջև Աբեղյանը եղել են, սակայն համոզված եմ Աբեղյանի այդ աշխատության ստեղծումից հետո այլևս կամ գուցե գրեթե անիմաստ է երկրորդ նման աշխատանք կատարելը։ Չէ, անիմաստ չէ իհարկե, բայց Աբեղյանը պիշտ պիտի մնա բարձունք եւ նրա ստեղծած է իսկապես կոթողային աշխատությունը։ Տիկին Աբաջան, Աբեղյանը ինչքան տեղյակ եմ 200-ից ավել լեզվաբանական աշխատությունների, մենագրություններ կամ հոդվածներ հեղինակ է եւ եթե ոչ ամբողջությամբ, ապա գրեթե հայոց լեզվի հետ կապված բոլոր հարցերը կամ բոլոր ոլորտները նա ուսումնասիրության առարկա են դարձել։ Այո, ականավոր հայագետը, ինչպես նշեցիք, 200-ից ավելի լեզվաբանական աշխատությունների հեղինակ է եւ կարելի ասել նրա աշխատությունների թագն ու պսակը կազմում է հայոց լեզվի տեսությունը։ Հայոց լեզվի տեսություն հիմնարար աշխատության մեջ քննված են տեսական տարբեր հարցեր, տարբեր համակարգեր, սկսած հնչյունաբանություն, բառագիտություն, ձևաբանություն, շարասություն, առաջին անգամ Աբեղյանը առանձնացրել է բառագիտության երկու բաժինները՝ իմաստաբանություն, բառակազմություն, ստեղծել է կերպերի տեսությունը, բայի եղանակաժամանակային ձևերին է անդրադարձել։ Կարծեմ տաղաչափություն, բառարանների հեղինակ է, դասագրքերի տարբեր հեղինակ, գրափարից գրափարի դասագրքերի հեղինակ է, 3 գիրք է գրել, գրափարի համառոտ քերականություն, գրափարի դասագիրք 2 հատորներով, բացի դրանից 1940 թվականին Մեսրոպ Մաշտոցի մահվան 1500-ամյակի կապակցությամբ նա ձեռնամուխ է եղել Կորյունի Վարք Մաշտոցի թարգմանությանը եւ ծանոթագրություններով, հղումներով, թարգմանությամբ ներկայացրել։ Խորենացու հայոց պատմությունն է 1941 թվականին այո դա է լույս տեսել։ Նա նաեւ մեծ բառարանագիր է։ 1915 թվականին լույս է տեսել Աբեղյանի եւ Մալխասյանի հեղինակակցությամբ իրավաբանական տերմինների բառարան ռուս հայերեն։ Իմիջայլոց 1918 թվականին նա Թիֆլիսի հայ փաստաբանների միությունից էր ստացել այս խնդրանքը եւ նշանավոր իրավաբանների հետ ձեռնամուխ եղել այս գործին։ Այսինքն իրավաբանական բառարան, ռազմական բառարան եւ այլն։ Իսկ երբ 1920 թվականին խորհրդային կարգեր են հաստատվում Հայաստան, ռազմական կոմիսար Արիս Նուրիջանյանի պատվերով Մանուկ Աբեղյանը ձեռնամուխ է լինում նաև ռազմական տերմինների բառարան ստեղծելուն՝ ռուսհայերեն, հայերեն, ռուսերեն, իհարկե նորից համահեղինակ։ Նա համահեղինակ է նաև լատիներեն, ռուս, հայերեն բժշկական տերմինների բառարանի։ Եվ ինչպես մեծ բառարանագետ Աշոտ Սուքիասյանն է նշում, Աբեղյանի միջոցով հերկվեց այն կարծրատիպը, որ ժամանակակից հայերենը ի զորու չէ նոր տերմիններ ստեղծելու, տերմինաշինության գործընթացը կարծես թե կանգնած էր։ Եվ նա ցույց է տալիս այն հազարավոր տերմինները, գիտաբառերը, որոնք ստեղծել է հենց Մանուկ Աբեղյանը։ Այսինքն, պարոն Մուրադյան արդեն ներկայացրեց հայոց գրականության պատմությունը, անկեղծ ասած ինձ թվում էր, որ Աբեղյանը դրանով է առավել հայտնի կամ նրա վաստակը դա է, բայց փաստորեն պարզվում է հայոց լեզուն ամբողջական համալի գիտական հետազոտության է ենթարկել։ Մեծ լեզվաբան է, մեծ գրականագետ, բանագետ, բառարանագետ,
գիտությունների վաստակավոր գործիչ, փիլիսոփայության դոկտոր եւ դոկտորական ատենախոսությունը ընդ որում պաշտպանել է Գերմանիայում, Յենայի համալսարանում։ Դիցաբանության վերաբերյալ աշխատությունների հեղինակ։ Չկա մի բազմակողմանի հայոց հին հավատալիքը վերնագիրն այսպես է։ Այդ թեմայով։ հենց այդ հավատալիք արդեն ասացիք, պարոն Մուրադյան, Աբեղյանը նաև հիմք է դրել, ինչքան տեղյակ եմ, գիտականորեն ժողովրդական բանահյուսությանը ակադեմիական տեսանկյունից, կարծեմ առաջին է ուսումնական հաստատություններում այդ առարկան այդ դիսցիպլինը ներառել ծրագիր, որպես ուսումնական ծրագիր եւ իհարկե հավատալիքը մյուս բազմաթիվ նման հրապարակումների աշխատանքների հեղինակ է, բայց այդ առումով նրա աշխատանքների փառք ու պսակը դա մեր էպոսի, Սաունցի Դավիթ էպոսի տարբեր այդ ճյուղերի հավաքումը, ուսումնասիրում եւ հրատարակումն է։ Մանուկ Աբեղյանին մենք շատ բանով ենք պարտական։ Այսօր, երբ որ մենք նայում ենք մեր ժողովրդական բանահյուսության ուսումնասիրության ներկա վիճակին, ապա այս իմաստով էլ բոլոր մեր մեծ գիտնականները, բոլոր ուսումնասիրողները, Սարգիս Հարությունյանից սկսած, ես այսօր դասական բանագետի եւ Մանուկ Աբեղյանի ստեղծագործությունը հատուկ ուսումնասիրած գիտնականին ուզեցի առանձնացնել, բոլորը հետևում են Մանուկ Աբեղյանի սկզբունքներին, որովհետեւ նա է մեզանում ժողովրդական նյութերի գիտական ուսումնասիրության հիմքը դրել։ Սա անհերքելի է, որովհետեւ Մանուկ Աբեղյանն ինքն էլ ոչ միայն հայկական հնագույն առասպելները, վիպասանքներն է գիտականորեն արժևորել, այլև ինքը գրառել է բանահյուսական նյութեր։ Այ օրինակ մեզ հայտնի է, որ 74 թվականին Գարեգին Սրբանդյանը հրատարակել էր Սասունցի Դավիթ էպոսի առաջին տարբերակը, բայց 1886 թվականին Մանուկ Աբեղյանը Էջմիածնի Գևորգյան Ճեմարանի պահակ նահապետից կամ նախոքերուց գրի էր արել մեր էպոսի մոկած տարբերակը Սասունա Դավիթ եւ Մեհեր վերնագրով եւ 1889 թվականին այս առաջին տարբերակը նա հրատարակել էր Շուշիում։ Դրանից հետո արդեն 30-ական թվականներին սկզբներից, երբ որ Հայաստանում որոշվեց ստեղծել էպոսի համահավաք բնագիր եւ ստեղծել էպոսի գիտական ուսումնասիրությունն իրականացնող խումբ, բնական է, որ այդ խումբը չէր կարող գործակցել կամ գոյատևել առանց Մանուկ Աբեղյանի։ Առանց Աբեղյանի ինչ պիտի անեին։ Ճիշտ է, որ խմբի ղեկավար, աշխատանքային խմբի ղեկավար նշանակել էին Գևորգ Աբովին, բայց Մանուկ Աբեղյանը եւ Կարո Ղաֆադարյանն էին իրականացնում էպոսի համակարգման այդ համահավաք բնագրի ստեղծման ամփոփ ծանրությունը։ Եվ պիտի խոստովանել, որ Աբեղյանը առողջական պատճառներ է ունեցել, տեսողության տկարություն է ունեցել, շատ հաճախ հրաժարվել է, ինչպես օրինակ ասենք, այ քիչ առաջ խոսեցինք հայոց հին գրականության պատմության մասին, ինքը դժկամությամբ է ստանձնել այդ պարտականությունը, մինչև անգամ էպոսի պարագայում էլ ամբողջ համահավաք բնագիրը խմբագրելը համարել է իր առողջության կամ մարդկային հնարավորություններից վեր մի բան, բայց տեսեք, երբ որ 31 թվականին հայ պետհրատի գեղարվեստական գրականության բաժնի վարիչ Եղիշե Չարենցը Մանուկ Աբեղյանին հանձնարարում է էպոսի գիտական ուսումնասիրության եւ հրապարակման առաջարկը, այդ առաջարկը երկրորդ թե երրորդ անգամ Աբեղյանը մի կերպ համաձայնում է անել Չարենցի հորդորով եւ 39 թվականին այդ համահավաք բնագիրը լույս է տեսնում, բնական է Իհարկե հանուն այդ համազգային նշանակության գործի առողջական բոլոր խնդիրները, պրոբլեմները պետք է մի կողմ թողնել, իհարկե։ Իսկապես հասկացել է, որ դա հայրենանվեր մեծ գործ է եւ ինքը քանի որ ուներ գերմանական, ֆրանսիական, առասարակ եվրոպական բանահյուսական նմուշները ուսումնասիրելու փորձ, նա իր ամբողջ գիտելիքները ներդրեց հատկապես հայկական ժողովրդական բանահյուսական նյութերը հավաքելու եւ դրանք գիտականորեն արժևորելու գործում։
Սա դրա մեծագույն ծառայությունն է մատուցած հայ բանագիտությանը եւ հայ բանասիրության գործին։ Շնորհակալություն եւ իհարկե մեր երիտասարդներին հորդորենք էպոս անպայման արդարացել եւ ընթերցելու ընթացքում միշտ հիշել Մանուկ Աբեղյանի անունը։ Տիգին Աբաջան, Աբեղյանը բազմաթիվ դասագրքերի հեղինակ է, որոնցով մի շարք սերունդներ են հայ լեզու սովորել, բայց դրանցից ինչ որ առումով գուցե առանձնացվի խոլովներին վերաբերող նրա դասագիրքը կամ աշխատությունը։ Գրական արևելահայերենի գիտական քերականության հիմնադիր Մանուկ Աբեղյանը նորարար է նաև հոլովների առումով։ Այսինքն նա կարող ենք համարել քերականության ներառնի լեզվի, արևելահայ լեզվի արևելահայերենի գիտական քերականության հիմնադիրն է։ Առաջին անգամ նա է առաջ քաշել 5 հոլովի գիտական ճշմարիտ ուսմունքը։ Մինչ Աբեղյանը ընդունված էր գրական արևելահայերենի համար 7 հոլով։ Սակայն լեզվի պատմական զարգացումը տարավ նրան, որ վերացան սեռական եւ հայցական հոլովները։ Հոլովների քանակը կներեք, էական տարբերություն ունի 5 հոլով լինի, թե 7 հոլով, թե 10 հոլով։ Ընդունված երկու տեսություն կա, ըստիս Աբեղյանն է ճշմարիտը, ժամանակակից հայերենում հայցական եւ սեռական հոլովները վերացել են եւ ճիշտը 5 հոլովն է։ Ուրեմն 1906 թվականին լույս է տեսնում Աբեղյանի աշխարհաբարի քերականությունը, որտեղ նա գրում է հոլովների մասին, ընդունում աշխարհաբարի համար արևելահայ աշխարհաբարի համար 5 հոլով եւ անմիջապես նրա առաջին ընդդիմախոսը դառնում է Ստեփան Մալխասյանը, որը մեղադրում է Աբեղյանին այն հարցում, ոչ պակասանվանի եւ վաստակաշատ մեր մյուս հայագետը։ Մեղադրում այն հարցում, որ Աբեղյանը առաջնությունը տալիս է ձևին, այո, եւ ոչ թե իմաստին։ Եվ Աբեղյանը նրան անմիջապես պատասխանում է հոդվածով հայցական հոլովը, այո, մեր աշխարհաբարում եւ բացատրում հետեւյալը, ասում է Ստեփան Մալխասյանցը ինձ վերագրում է մի բան, որը ես չեմ ասել եւ փորձում հերքել իր ասածը այնպես այն ձևով կարծես թե իմ գրածն է հերքում ըստ Աբեղյանի հոլովը նախ եւ առաջ ձև է, որը ունի որոշակի նշանակություն, դա դրսևորվում է այլ բառերի հետ հարաբերություններում։ Հոլովը ձևի եւ իմաստի միասնություն է կազմում։ Աբեղյանը միանգամից ժխտում է Մալխասյանին ոչ միայն գիտական առումով ցույց տալիս նրա ասացի սնանկությունը, այլև բերում մի նախադասություն, որով որ Մալխասյանը փորձում էր Աբեղյանին մեղադրել այն հարցում, որ մատաղ սերնդի գիտակցության մեջ առանց այդ հոլովների հնարավոր չէ տարբերակել ենթական եւ ուղիղ խնդիրը։ Ինչ է գրում Մանուկ Աբեղյանը։ Այսինքն մեր մատաղ սերունդը պարտավոր է իմանալ այդ հոլովները։ Եթե այդ հոլովները չիմանա, նաև գիտակցության մեջ չի կարող ենթական եւ կրող առարկան խնդիրը իրարից տարբերակել։ Աբեղյանը լեզվամտածողության հետ անմիջական հետեւյալ նախադասությունն է բերում, ասում է պարավի հավը ձուացեց նախադասությունը արտաբերելիս աշակերտին ոչ քերականություն է պետք, ոչ վարժապետ, ցանկացած երեխա էլ շատ լավ գիտի, որ պարավի հավն է ձուացողը եւ ոչ թե պարավը, հավը պարավինն է եւ ոչ թե պարավը հավինը եւ այլն։ Մի քիչ զավեշտալի։ Ուրեմն առաջին այս բանավեճը, գիտական բանավեճը սրանով սահմանափակվում է եւ 5 հոլովի տեսությունը մտնում է շրջանառության մեջ մինչև 30-ական թվականները։ Այսինքն հիմա 5 հոլով չէ մեզ մոտ։ Ասեմ ձեզ, դարասկզբից մինչև 30-ական թվականները 5 հոլովի տեսությունը եղել է իշխող տեսություն։ 30-ական թվականներին, երբ արդեն անձի պաշտամունքի հետ կապված հայտնի իրավիճակն է երկրում տիրում, հանդես են գալիս երիտասարդ լեզվաբաններ Գուրգեն Սևակը եւ Արարատ Ղարիբյանը եւ փորձում հարթակ ստեղծել Մանուկ Աբեղյանի 5 հոլովի տեսությունը հերքելու, ժխտելու հարցում։ Եվ քանի որ նրանք չէին կարող գիտականորեն մրցել այնպիսի տիտանի հետ, ինչպիսին Մանուկ Աբեղյանն էր, մտնում են գաղափարական պայքարի մեջ։
Եվ ինչ են առաջ քաշում, ասում է, քանի որ Աբեղյանը առաջնությունը տալիս է ձևին, նշանակում է նա ձևապաշտ է, ֆորմալիստ է, ուրեմն բուրժուական, իդեալիստական գաղափարախոսության հետևորդ է, ուրեմն հակա-լենինյան, հակա-մարքսիստական անձնավորություն է։ Պարոն Մուրադյան, Մանուկ Աբեղյանը տասնամյակներ շարունակ, արդեն դուք նշեցիք, զբաղվել է մանկավարժական գործունեությամբ եւ աճեցրել կամ դաստիարակել մի քանի սերունդ եւ նրանք կարող են համարել նորագույն կամ նոր շրջանի գրականագիտության հիմնադիրը։ Ну եւ գրականագիտության մեջ եւ լեզվաբանական գիտության մեջ արդեն համոզվում ենք, որ մեծ է Մանուկ Աբեղյան հայագետի դերը, նշանակությունը։ Նա մանկավարժության բնագավառում երբեք չի մտածել իր համար դյուրին պայմաններ ստեղծելու, այլ որտեղ իր պարտքը համարել է ներկա գտնվել եւ ծառայել մեր ժողովրդին, ինքը մեկնել է այնտեղ։ Տեսեք, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում սովորել է, երբ որ անհրաժեշտ է եղել, դարձել է տեղի դասախոս։ Երբ որ անհրաժեշտություն է զգացվել, որ Շուշիում պետք է Մանուկ Աբեղյանը դասախոսի, հայտնվել է Շուշիում։ Թիֆլիսում զգացել են Մանուկ Աբեղյանի կարիքը, հրավիրել են Թիֆլիս եւ նա գնացել է այնտեղ դասավանդելու հայ սերունդների համար։ Բայց երբ որ ստեղծվեց Երևանի Պետական Համալսարանը, իսկ 1918 թվականից նա համալսարանը ստեղծող հանձնաժողովի կամ համալսարանի հիմնադրման կազմակերպումը չէ, դեռ դասախոս չդարացել, համալսարանը հիմնադրողների կազմակերպություն կար, որը մտահոգված էր այդ հարցով, Աբեղյանը հենց դրանց մեջ էր։ Եվ պատահական չէ, որ Մանուկ Աբեղյանն է եղել Երևանի Պետական Համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի առաջին դեկանը։ Եվ նա դասավանդել է երկար ժամանակ Երևանի Պետական Համալսարանում, հետո իհարկե տարբեր պատճառներով թեև հեռացել է համալսարանից, բայց միշտ եղել է համալսարանի հետ, որովհետև հենց նա է եղել համալսարանական հայագիտության զարգացնողներից մեկը։ Պատկերացրեք, որ 23 թվականին նա արդեն գրում էր հայերենի տաղաչափության մասին իր ուսումնասիրությունները եւ կան գերառնում դեռ այն ժամանակ այդքան մեծ հռչակ եւ հեղինակություն չունեցած Եղիշե Չարենցի ստեղծագործությունների տաղաչափության ուսումնասիրության վրա։ 1933 թվականին Տիկին Աբաջյանը շատ լավ գիտի այդ պատմությունը, նա հրատարակեց իր հայոց լեզվի տաղաչափություն իսկապես կոթողային աշխատությունը։ Ով ուզում է գրականության տեսություն եւ մանավանդ տաղաչափության պատմություն իմանալ, առանց Աբեղյանի այդ ուսումնասիրության հնարավոր չէ, որ կարողանա մի քայլ անգամ առաջ գնալ։ Գրականագետները պարտավոր են ոչ միայն երիտասարդ գրականագետները, այլև մեր աշուղագետները, նրանք, ովքեր իրենց աշուղագետ են Երևակայում, մինչև հիմա խաղն ու տաղը չեն ջոկում իրարից, տաղը եւ բանաստեղծությունը չեն ջոկում իրարից, Աբեղյանի դեմ սուր են ճոճում, թող գնան կարդան Մանուկ Աբեղյանի աշուղագետներին կոչ անենք, որպեսզի նրանք նույնպես Աբեղյանի ժառանգությունը ուսումնասիրեն։ Որ տեսնեն, թե օտար, աշուղական, տաղաչափական տերմինները, եզրաբառերը ինչպես է Աբեղյանը մեկնաբանում, ինչպես է խորացել տաղաչափական նրբությունների եւ գաղտնիքների մեջ, ինչպես է տեսակավորում Մուխամմազը, Ղոշմամ, Դուբեյթը, Սեմային եւ այլն, սրանք ուսանելի բաներ են, որոնց անդրադարձել է գերազանցապես Աբեղյանը եւ նա է առաջինը մեր իրականության մեջ ենթարկել գիտական արժեքներ։ Շնորհակալություն։ Տիկին Աբաջյան, հաղորդումը ավարտելով, խնդրում եմ, եթե գիտեք, ներկայացեք Աբեղյանի կյանքի ուշագրավ կամ հետաքրքիր դրվագներ։ Ես կարծում եմ հետաքրքիր կլինի հանրությանը իմանալ, որ 1898 թվականին Մանուկ Աբեղյանը հրավեր է ստանում Էջմիածնի Գևորգյան ճեմարանում աշխատելու եւ այստեղ բարեկամանում է Մեծն Կոմիտասի հետ։ Միասին սկսում են աշխատել, հավաքել տաղիկներ, ուսումնասիրել։ 1903 թվականին Կոմիտասի եւ Աբեղյանի ջանքերի շնորհիվ լույս է տեսնում այդ խաղիկների առաջին հիսնյակը, իսկ 1905 թվականին երկրորդը, եւ բարեկամությունը այնքան է խորանում Կոմիտասի եւ Աբեղյանի միջև, որ Կոմիտասը դառնում է Մանուկ Աբեղյանի որդու
կնքահայրը։ Իդեպ 4 արու զավակ է ունեցել Մանուկ Աբեղյանը, առաջին որդին Գագիկը մահացել է 16 տարեկանում կույրաղիքի սուր բորբոքումից, երկրորդը Մհերը նույնպես 1 տարեկանում վախճանվել է, երրորդ Մեհեր, էլի Մհերի կնքահայրն է եղել Կոմիտասը, հետագայում Մհերը դարձավ ՍՍՄ ժողովրդական գեղանկարիչ, այո, եւ վերջին զավակը, որը մեր Սուրեն Աբեղյանը, Հասմիկ Աբեղյանի հայրը, Հասմիկ Աբեղյանը մեր լավ բարեկամն է, Աբեղյանի թոռնուհին, որը Աբեղյանի 150-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցեց եւ ջերմ հարաբերություններ են ստեղծվել մեր պետական համալսարանի ամբիոնի եւ Հասմիկ Աբեղյանի միջև։ Թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար, իսկ հաղորդումը եզրափակեմ Ավետիք Իսահակյանի հետևյալ գնահատականով։ Մանուկ Աբեղյան, ինչ էր մեզ համար նա, հայկական ավանդությունների մարմնացում, գիտնական բառից ամենախորին իմաստով, անվախ աննախապաշար, հավեր սիրելի Մանուկ Աբեղյան։ Մենք խորապես զգում ենք, որ քո շնորհիվ մեր ազգային հոգեկան միջավայրը լցված է իմաստությամբ եւ հեղինակությամբ, լրջությամբ եւ վեհ նպատակների հետապնդումով։ Հարգելի հեռուստադիտողներ, Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր անվանի հայագետ Մանուկ Աբեղյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք Հայորդիներին։